Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Սիրելի հայրենակիցներ, այստեղ են եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ, ովքեր պարտավոր են պաշտպանել ժողովրդավարությունը։ Այո, նրանց պարտականությունն է նաև այս ռեժիմին, այս իշխանություններին ասել, որ նրանք վնասում են ժողովրդավարությանը Հայաստանում, որովհետև աջակցությունն այս ռեժիմին նաև վնասում է ժողովրդավարության ընկալման անվարում, որովհետև ժողովրդավարությունը խոսքի ազատության մասին է, իսկ նրանք ամեն օր սահմանափակում են մեր խոսքը։ Ունենք տասնյակ քաղբանտարկյալներ, այդ թվում արքեպիսկոպոսներ և լրագրողներ։ Ժողովրդավարությունը մարդու իրավունքների և ազատությունների մասին է, իսկ նրանք ամեն օր հորինում են օրենքներ, սահմանափակելու մեր իրավունքները։ Նրանք ոչ միայն հրաժարվում են պաշտպանել 100 հազարավոր արցախցիների իրավունքները, այլև խոչընդոտում են այդ իրավունքների իրացմանը։ Ամոթ! Նրանք հրաժարվում են պաշտպանել հայկական պատմամշակութային ժառանգությունը Արցախում և ամբողջ աշխարհում։ Նրանք հանդգնում են սպառնալ սեփական ժողովրդին պատերազմով։ Ամոթ! Վերջապես ժողովրդավարությունը դա հանրային համերաշխության մասին է, իսկ նրանք ամեն օր պառակտում և ատելություն են քարոզում։ Նիկոլ Փաշինյանը, իր ամբողջ թիմը, ամբողջ պրոիշխանական մամուլը օրական ռեժիմով ատելություն է քարոզում 100 հազարավոր արցախցիների նկատմամբ, ովքեր արդեն խոցելի են իրենց կարգավիճակով։ Եվրոպական երկրների հարգելի առաջնորդներ, և երբ դուք ձեր սեփական շահերից ելնելով աջակցում եք այս ռեժիմին, իմացեք, որ դուք վնասում եք ոչ միայն հայկական շահին, ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, այլև դուք արժեզրկում եք ժողովրդավարության գաղափարը Հայաստանում և ամբողջ աշխարհում։ Կանգնեք ժողովրդավարության կողքին, բարձրաձայնեք այս խնդիրների մասին, մի հանդուրժեք ժողովրդավարության անկումը Հայաստանում։ Ամոթ! Արգելի հայրենակիցներ, կարճ մասը նաև անգլերենով։ Dear leaders of European countries, we know that democracy is about freedom. And you should know that this regime every day limits our